Բարև ձեզ հարգելի հեռուստադիտողներ։ Մեր այսօրվա հայորդու օրոք Արարատ ֆուտբոլային թիմը անցավ բարձրագույն լիգա, որոշվեց ստեղծել հայկական հանրագիտարան, Երևանում կառուցել մետրո եւ Հայաստանը դարձնել ատոմային երկիր եւ վերջապես ամենակարևորը տասնամյակների մոռացությունից հետո պետականորեն ամենաբարձր մակարդակով ոգեկոչվեց հայոց ցեղասպանության 50-րդ տարելիցը եւ դրվեց Հայդենիք Սփյուռք բազմակողմանի կապերի համակարգային հիմքը։ Հայորդիներ հաղորդաշարի այսօրվա հաղորդումը նվիրված է Խորհրդային Հայաստանի 60-ական թվականների ղեկավար Յակով Զարոբյանին։ Մեր հաղորդման հյուրերն են տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարության Հայաստանի ազգային արխիվի տնօրեն, պատմական գիտնի դոկտոր Ամատունի Վիրաբյանը եւ Յակով Զարոբյանի որդի, տեխնիկական գիտնի տեխնացու Նիկիտա Զարոբյանը։ Բարի գալուս պարոնակ, շնորհակալություն հրավերը ընդունելու համար։ Հարգելի հեռուստադիտողներ, այժմ փոքրիկ դադար ծանոթանանք Յակով Զարոբյանի կյանքի եւ գործունեության նվիրված ակնարկին եւ կվերադառնանք տաղավար։ Յակով Զարոբյանը ծնվել է 1908 թվականի սեպտեմբերի 25-ին Բաթումի մարզի Արդվին քաղաքում։ 1914 թվականի նոյեմբերին ընտանիքը գաղթում է Բաթում ոտքով կտրելով մոտ 50 կիլոմետր ճանապարհ, ապա բեռնատար վագոնով հասնում Ռոստով։ Չդիմանալով ծանր պայմաններին մահանում են հայրը Մկրտիչ Զոհրաբյանը եւ ավագ եղբայրը։ Դպրոցում ուսանելուն զուգահեռ 10 տարեկանից սկսել է աշխատել։ 1931-ից 38 թվականներին սովորել է Խարկով էլեկտրատեխնիկական ինստիտուտի մեքենաշինական ֆակուլտետի երեկոյան բաժնում։ 1932-ից 40 թվականներին աշխատել է թերթի բաժնի վարիչ, ապա Ուկրաինայի խոշորագույն ձեռնարկության Խարկով էլեկտրամեխանիկական գործարանի արտադրամասի պետի տեղակալ, կուսակցական կոմիտեի քարտուղար։ 1940-ից 42 թվականներին եղել է Խարկովի ամենամեծ ստալինյան շրջկոմի արդյունաբերության գծով քարտուղար, 1942-ից 49 թվականներին Օմսկի մարզկոմի բաժնի վարիչ, արդյունաբերության գծով քարտուղար։ 1949 թվականին հայրենադարձվել է, աշխատել է Հայաստանի Կոմկուսի կենտրոնի բաժնի վարիչ, Երևանի քաղկոմի քարտուղար, 1952-ից 53 թվականներին պետանվտանգության փոխնախարար կադրերի գծով, անմիջապես զբաղվել բռնադատվածների արդարացմամբ։ 1953 թվականին Մոսկվայից առաջարկել են դառնալ Հայաստանի Կոմկուսի կենտկոմի առաջին քարտուղար, սակայն հրաժարվել է հանրապետության առանձնահատկությունների ու հայերենի բավականաչափ չտիրապետելու պատճառաբանությամբ։ Նրա հայերենի կատարելագործման ուսուցիչը եղել է անվանի լեզվաբան Հովհաննես Բարսեղյանը, ով հետագայում Զարոբյանին իր գրքերը նվիրում էր հետևյալ մակագրությամբ. հայ ժողովրդի ամենասիրելի ղեկավարին։ 1953-ից 58 թվականներին աշխատել է Հայաստանի Կոմկուսի կենտկոմի արդյունաբերության գծով քարտուղար, 1958-ից 60 թվականներին հայկական ԽՍՀ մինիստրների խորհրդի նախագահի առաջին տեղակալ։ Նրա ջանքերով 1956 թվականին ստեղծվել է Երևանի մաթեմատիկական մեքենաների ինստիտուտը։ Լինելով շախմատի մեծ սիրահար, Զարոբյանը հենց շախմատ խաղալով հաղթել ու համոզել է հայ ականավոր մաթեմատիկոս Սերգեյ Մերգելյանին դառնալ այդ ինստիտուտի առաջին տնօրեն։ Նա նաև ֆուտբոլի սիրահար էր։ Սարգիս Հովիվյանին զինծառայությունից ազատելով վերադարձրել է Արարատ թիմ, որը 1965 թվականին անցավ բարձրագույն լիգա։ 1960 թվականի վերջից մինչև 1966 թվականի սկիզբը եղել է Հայաստանի Կոմկուսի կենտկոմի առաջին քարտուղար։ Այս պաշտոնում թեպետ ընդամենը 5 տարի է աշխատել, սակայն կարողացել է հանրապետությունը զերծ պահել համատարած եգիպտացորենամոլությունից, վերացնել բամբակագործությունը, ապահովել գազի մուտքը, հիմնել Աբովյան քաղաքը։ Կառուցվել է 60 ձեռնարկություն, 1.5 միլիոն քառակուսի մետր բնակարան։ Նրա օրոք ստեղծվել են Մարտիրոս Սարյանի եւ Եղիշե Չարենցի տուն-թանգարանները, Դինամո մարզադահլիճը, հանդիսավոր նշվել է Մեսրոպ Մաշտոցի ծննդյան 1600 եւ Սայաթ Նովայի ծննդյան 250-ամյակները։ Կազմակերպվել է Բենջամին Բրիտենի, Ռոզի Արմենի, Շարլ Ազնավուրի եւ այլոց առաջին հյուրախաղերը։ 1964-ից 65 թվականներին տարեկան տպագրվել է մինչև 800 միավոր գիրք 4-ից 5 միլիոն տպաքանակով։ Գիտահետազոտական ինստիտուտների թիվը հասել է 85-ի։ Ստեղծվել է Երևանի էլեկտրոնային արագացուցիչը, Գառնիի տիեզերական կենտրոնը, զարգացել է բուհական համակարգը։ Զարոբյանը սկիզբ է դրել հայկական հանրագիտարանի հրատարակմանը, Երևանում մետրո եւ մեծամորում ատոմակայան կառուցելու թույլտվություն ստացել։ Սերտ կապերի մեջ էր Անաստաս Միկոյանի հետ, ով աջակցում էր շատ հարցերի լուծմանը։
1961 թվականին կազմակերպել է ԽՍՀՄ ղեկավար Նիկիտա Խրուշչովի այցը Հայաստան, այն լավագույնս օգտագործելով առկա հիմնախնդիրները լուծելու նպատակով։ Այցելել են Սևան, Բյուրական, Մատենադարան, միասին դիտել Դավիթ Բեկ օպերան, հանդիպել սփյուռքահայ գործիչների հետ։ Սևանում էլ բարձրացրել եւ դրական լուծում է ստացել լճի փրկության, Արփա-Սևան թունելի կառուցման ռազմավարական հարցը։ Զարոբյանը 1958-ից Սևանի կոմիտեի նախագահն էր։ Մոտ հարաբերությունների մեջ է եղել Հովանես Բաղրամյանի, Դմիտրի Շոստակովիչի, Արնո Բաբաջանյանի, Մայա Պլիսեցկայի հետ։ Պաշտոնական այցերի ընթացքում հանդիպել է Բրոս Տիտոյի, Թոդոր Ժիվկովի, Հնդկաստանի, Չեխոսլովակիայի եւ Դեմոկրատական Գերմանիայի ղեկավարների հետ։ Երևան հրավիրել Վալենտինա Տերեշկովային։ Զարոբյանի օրոք սկսվեց համազգային նոր զարթոնք։ Նա պետական բարձր մակարդակի հասցրեց հայրենիք սփյուռք համագործակցությունը, ստեղծեց Սփյուռքի կոմիտե, վերսկսեց հայրենադարձությունը։ Տասնամյակների մոռացությունից հետո 1965 թվականին կազմակերպել է հայոց ցեղասպանության 50-ամյակի պետական ժողովրդական ոգեկոչումը, որոշել Եղեռնի զոհերի հիշատակին հուշահամալիրի կառուցման հարցը, սկիզբ դրել Արցախյան պահանջատիրությանը։ 1966-ից 79 թվականներին եղել է ԽՍՀՄ էլեկտրատեխնիկական արդյունաբերության փոխնախարար, ըստ ամենայնի մշտապես աջակցել իր հայրենիքին։ Զարոբյանը մահացել է 1980 թվականի ապրիլի 11-ին։ Կտակի համաձայն թաղվել է Երևանի քաղաքային Պանթեոնում։ Նրա անունով է անվանակոչված փողոց Երևանում, դպրոց Սևանում եւ Արփա-Սևան թունելը։ Պարոն Վիրաբյան, Զարոբյանի գործունեությունը որպես ղեկավար պետական գործիչ ինչքանով է հետաքրքիր եւ ինչու՞ չէ նաեւ օգտակար մեր ներկա սերունդին, մանավանդ երբ հաշվի առնենք այն ոչ պակաս կարևոր հանգամանքը, որ նրա անունը գրեթե անհայտ է։ Ես չէի ասի, որ անհայտ է, Զարոբյանի գործունեությամբ փաստորեն խորհրդային Հայաստանում նոր ժամանակաշրջանը սկսվեց։ Թեպետ 1953 թվականին Ստալինը մահացել էր, 1956 թվականին եղել էր ԽՄԿԿ կենտկոմի 20-րդ համագումարը, որը դատապարտել էր Ստալինի անձի պաշտամունքը, սակայն կարծես թե Հայաստանում ոչ մի բան չէր փոխվել անկեղծորեն։ Նույնիսկ նրանք, ովքեր այդ ազդեցության, այդ համագումարի ազդեցության տակ համալսարանում մտավորականներ, որոշ մտավորականներ առաջ քաշեցին այնպիսի հարցեր, որոնց մասին միջև այդ չէին խոսել, օրինակ Լեռնային Ղարաբաղի, Նախճեվանի հարցը, հայրենադարձության հարցը, նույնիսկ նրանց նկատմամբ կուսակցական պատիժներ սահմանվեցին 1956 թվականին։ Եվ այն սահմանը, որից դուրս էին գալիս, այն չնախատեսված սահմանը մտավորականները, ուսանողները անմիջապես կասեցվում էր եւ դատապարտվում։ Զարոբյանի կենտկոմի առաջի քարտուղար, իսկ կենտկոմի առաջի քարտուղարը դա խորհրդային Հայաստանի ղեկավարն էր, չգրված օրենք էր դա։ 1960 թվականի դեկտեմբերին դառնալով փոխվեց, շատ բան փոխվեց։ Ես միշտ մտածել եմ, ինչու հատկապես այդպես եղավ։ Երբ որ համեմատում եմ նախորդ Սուրեն Թովմասյանի անցած կենսագրության հետ, ով էր նա ներքին գործերի ժողկոմատի աշխատակից, պատերազմի տարիներին բաժնի քաղաքական վարչության պետ, բնականաբար նրա համար նա պետք է լիներ խորհրդային գաղափարախոսության այսպես պաշտպան, իսկ Զարոբյանը, որը նույն կաղապարված, իսկ Զարոբյանը, որը տեսել էր ցեղասպանության արհավիրքը եւ ես զարմացա այսօր մի անգամ էլ նրա կենսագրությունից ձեռքով գրված կենսագրությունը 1951 թվականին գրված, դեր կրկնում եմ Ստալինի կենտրոնության օրոք, եւ նրա ոչ մեկի մոտ այլևս այսպիսի բան չեմ հանդիպել։ Գրում է, որ 1914 թվականին փախանք Արտվինից, փրկվել էր թուրքական ջարդերից։ Սպասայաս at турецких резник 51 թվականին ոչ մեկ այսպիսի բան չէր գրի։ Եվ երկրորդը եւ նորից ինձ զարմացրեց, չգիտեմ, գրում է, որ 1926-27 թվականին աշխատել է Խարկովում հաց թխելու այս արտադրամասում, Խարկովսկի ցենտրալնի ռաբոչի կոոպերատիվ, կարծես թե միտեղ ես այս բառերը կարդացել է եւ հիշեցի Արտաշես Գևորգյանին։ Եվ որ նրա կենսագրությունը բացեցի, տեսա, որ նույն թվականին նույն տեղում են աշխատել։ Այսինքն այսօր փաստորեն այսպես սենսացիոն հայտնագործություն կատարեցին, որ միմյանց ճանաչել են Արտաշես Գևորգյանը, որ հետագայում 37 թվականին գնդակահարվեց Ջեմալի սպանողը, եւ ահա այսպիսի մարդ էր, այսինքն
ճիշտ է, մեծացել էր Ռուսաստանում 14 թվականին, երբ որ ընդամենը 6 տարեկան էր 8 թվականներ ծնվել, բայց այնպիսի մի շրջապատում էր մեծացել, որ այդ հայրենիքի կարոտը, հայրենասիրությունը նրա մոտ ավելի խոր ներգործություններ ունեցել, խոր ծարգել էր դրել, քան ասենք այլ խորհրդային ղեկավարների մոտ։ Դուք նշեցիք, ասենք ցեղասպանություն, ատոմական եւ այլ, ես կասեի, որ նրա օրոք նշվեց Մեսրոպ Մաշտոցի ծննդյան 1600-ամյակը, Սայաթ Նոհայի ծննդյան 250-ամյակը, այլ միջոցառումներ եւս եղան, Անդրանիկի 100-ամյակը վերջապես նշվեց, որի մասին մինչև այդ խոսելը նույնիսկ արգելված էր, ինչպես ցեղասպանության մասին։ Մի խոսքով նրանով սկսվեց մի ժամանակաշրջան, որը մենք անվանում ենք ազգային զարթոնք։ Ժամանակաշրջանին մի ժամանակաշրջան խորհրդային Հայաստանում ավելի անդրադառնանք, պարոն Վիրաբյան։ Հարցս ուզում եմ ձեզ ուղղել։ Զարոբյանի կենսագրությանով ծանոթանալիս արդեն ակնհայտ է դառնում, որ նրա ոչ կյանքը նման էր եւ սեր ձևով կապված էր իր ծնող հայ ժողովրդի կյանքի հետ։ Մանկությունը, գաղթ, ցեղասպանության արդյունքում օտարություն եւ հայրենադարձություն։ Ձեր կարծիքով այդ ամենը իր ազդեցությունը թողել է նրա հետագա գործունեության կամ որպես գործիչ, պետական գործիչ ձևավորման վրա։ Այո, շատ ճիշտ եք նշել։ Իրոք ես նույնիսկ այդ գիրքը, որս մասին որ գրել եմ, ստե մի հատ հոդված եմ գրել մինչև այդ եւ վերնագիրը «Жизнь, посвященная народу»։ Ժողովրդին նվիրված կյանք Յակով Զարոբյանը եւ նրա դարաշրջանը։ Շատ ճիշտ եք նկատել։ Դե եւ այդ ամբողջը իր այդ միջավայրը երկիրը զարգանում էր եւ ինքն էլ այդ նշված этаպները բոլորը ինքը անցել է եւ պատերազմից առաջ դե ուսում առավ ինստիտուտ ավարտել էլեկտրոտեխնիկական Խարկովում աշխատում էր որպես բանվոր, խարատ բանվոր, հետո էլ լրագրող 3 տարի խմբագիր, թերթի խմբագիր, հետո էլ արդեն անցավ կուսակցական։ Այսինքն օտարության մեջ օտարշրջապատում են ձևավորվել։ Դե համայնքի հետ շատ էր շփվում ինքը։ Աքսել Բակունցի հետ այդ թվում եւ ինքը չէր կտրվում երբեք։ Նույնիսկ հետո որ տեղափոխվեց Օմսկ 1942 թվականին, այնտեղ էլ հայ համայնքը շատ փոքրիկ էր։ Դե Խարկովում համարվում էր դες մոտ 4000 հոգի։ Արևմտահայեր հիմնականում։ Այո։ Հիմնականում արևմտահայեր եւ հիմնականում հաստուխեր։ Հաստ խելու ամբողջ, այսպես ասում են, գործը գտնվում էր օտարժությունների համայնքում։ Արևմտահայերի ձեռքում։ Իր մոտ ոնց էր ինքը փաստորեն այդ 1-2 տարի որ հաստախելով էր զբաղվում, դա ժառանգական է։ Իր հայրը, որ Արտվինում իրանք ապրում են, հայրը գալիս էր հենց այդ մասերը գիտեր, գալիս էր հենց Ռոստովում Կարծեմ հայրն էլ է հաստուխ եղել, չէ՞։ Հայրն է դա ասում, որ ինքը ժառանգական է այդ տեսանկյունից որոշ չափով։ Բայց դա տևեց 1-2 տարի, սովորեց, հետո արդեն անցավ մեծ գործարանում աշխատում էր եւ կուսակցական աշխատանք Պարտկոմի մեծ գործարան, երեմի 10,000-անոց կոլեկտիվ ուներ։ Ուկրաինայի ամենամեծ արդյունաբերական մայրաքաղաքն էր այն ժամանակ 20-ական մինչև 34 թիվ, մինչև մայրաքաղաքն էր մինչև 34 թիվ։ Մայրաքաղաքն էր։ Երբ որ ինքը այնտեղ ապրում էր, սկսեց ապրել, դե այն ժամանակ մայրաքաղաքն էր փաստորեն եւ երրորդ արդյունաբերական եւ ռազմական առաջի հերթին ռազմական արդյունաբերությամբ մեծ քաղաք էր։ Դրա համար գերմանացիները 1940 թվականին երրորդ օրը հենց սկսել են ռմբակոծել արդեն Խարկովի գործարանները։ Ես էլ մի տարեկան էի, մայրս ինձ վերցնում էր եւ իջնում էր նկուղ պահկվում ենք էլի շատ անգամ։ Շաբաթը մի քանի անգամ հենց ռմբակոծում էին գիշերները։ Պարոն Վիրաբյան, դուք արդեն Զարոբյանի նախորդների մասին խոսեցիք, բայց խնդրեի ավելի մանրամասնեք Զարոբյանի որպես ղեկավար գործիչ եւ հատկապես նրա ժամանակաշրջանի գնահատականը տայիք։ Շատ բարի։ Ասեմ, որ Զարոբյանը Օմսկից Հայաստան է տեղափոխվել 1949 թվականին,
հանգամանքները այսպես էին, մի երկու նախադաս չեմ ասեմ, եւ մինչ այդ ուզում եմ ասել, որ ժողովրդին հայտնի է Յակով Նիկիտիչ Զարոբյան, իրականում նրա ազգանունը եղել է Զոհրաբյան Հակոբ Մկրտիչի։ Այո։ Ծնվել է Արտվինում 1908 թվականի սեպտեմբերի 12-ին։ Հետագայում Ռուսաստանում եւ անունը, եւ հայրանունը, եւ ազգանունը Դե ինձ էլ ուզում եմ pappus անունը տային, էլի։ Մկրտիչ Ուղղակի ցուցակ, հա, բավոնց։ Ուղղակի ցուցակում այն ժամանակ ցուցակներ կային։ կասմեցին, որ այդպիսի Դե անուններ այնտեղ հա Նիկիտա թարգմանեցին պաստորեն, ես դարել եմ տենց Նիկիտա։ Ինքն էլ դարավ։ Նիկիտան նույն Մկրտիչն է, էլ Որ որ ես հարազատում ուղեցի, են։ ես այդ սխալը, նո ոչ թե սխալը, այդ փոփոխությունը ես ուղեցի, իմ տղայիս անունը տվել եմ Հակոբ։ Հա։ Այ ոչ թե Յակով, այլ Հակոբ։ Այո։ 1947 թվականին Մոսկվայից մի հանձնաժողով է գալիս Հայաստան ուսումնասիրելու ղեկավար կադրերի առաջքաշման խնդիրը եւ եզրակացությունը լինում է բացական, նույնիսկ Կենտկոմի առաջի քարտուղար Գրիգոր Արությունովին նույնիսկ առաջարկ է եղել աշխատանքից ազատել, բայց չեն ազատել եւ որոշվել է խորհրդային միջան տարբեր տարածաշրջաններից Հայաստան տեղափոխվել ազգությամբ հայ կուսակցական աշխատողները, այդպես ասենք Մոսկվայից եկավ Հարություն Պողոսովը, դարձավ Կենտկոմի երկրորդ քարտուղար, այնտեղ այլ մարդիկ, երրորդ քարտուղար կազմբաժնի վարիչ եւ ահա Օմսկից տեղափոխում են Յակով Զարոբյանի եւ նա դառնում Մեր բախտն է բերեց, որ Զարոբյանին բերեցին Օմսկի։ Նույնիսկ ժողովրդի մեջ կատակով դրանց սկսեցին անվանել ազգի փրկիչներ։ Հա, արհամարանքով այդպես ազգի փրկիչներ են անվանում եւ հետաքրքրին ինչ է որ նրանց մեծ մասը բոլորը այսինքն բոլորը հետ գնացին մի 5-6 տարիների ընթացքում միակ մարդը որ մնաց Հայաստանում կապվեց իր հողի, իր ջրի, իր հայրենիքի հետ դա Զարոբյանը իհարկե վարեց տարբեր պաշտոններ միջև Կենտկոմի առաջի քարտուղարը եւ Երևանի քաղաքոմի երկրորդ քարտուղար, Կենտկոմի երկրորդ քարտուղար, նախարարների խորհրդի նախագահի առաջի տեղակալ 58-ից մինչև 60 թվական, ինչպես ասում եմ, դա այն շրջան էր Ստալինի մահից հետո երկրում կարծես ծավալվել էր այդ ձնհալ կոչվածը եւ որոշակի փոփոխություններ էին լինում մշակույթի գրականության բնակարում, բայց ինչպես ասեցի, Հայաստանում փոփոխություններ չէին լինում եւ մտավորականության մեջ անկեղծորեն ասած, այսպես Սուրեն Թովմասյանի նկատմամբ, այսինքն նախորդի նկատմամբ, այսպես մի փոքր այլ բան կար, մտածելակերպ կար, որ նա այսպես կասեցնում, խանգարում է մշակույթի գրականության զարգացումը եւ 60 թվականի դեկտեմբերին, ինչպես ասեցի, Յակով Նիկիտիչ Զարոբյանը դարձավ Կենտկոմի առաջի քարտուղար, այսինքն խորհրդային Հայաստանի ղեկավար։ Եվ կարծես թե սկսեց մի փոփոխությունների մի դարաշրջան։ Իրոք մեր կյանքում 60-ական թվականներից ես կարող եմ ասել, որ փոփոխություն։ Մենք միայն մշակույթի մասին խոսեցինք։ Հայ գյուղը, հայկական գյուղը սկսեց փոխվել 60-ական թվականների սկզբից, երբ որ այդ անմշակ, անտաշ քարերից, այդ խրճիթներից հայ գյուղում սկսեցին կառուցել լուսամուտով, լուսավոր, եթե միջև այդ լույսը ընկներ վերևից երթիկից, առաջի անգամ սկսեցին տուֆաշեն, քարաշեն տներ կառուցել։ Ես ինքս նույնիսկ հիշում եմ այդ ժամանակը, կտուրներ չկային այն ժամանակ։ Տափակ կտուրներ։ Տափակ կտուրները, երբ որ ասեն թիթեղով սկսեցին տների տանիքները պատել եւ ամենակարևորը լույսը սկսեց մուտք գործել, լույսը հոսանքը սկսեց մուտք գործել բնակարաններ։ Դա 60-ական թվականների սկզբն է։ Գազը մի քիչ ավելի ուշ իհարկե, 60 թվականին եկավ գազը։ Այ գազը հասավ, բայց ասեն գյուղ անցամ սպառողին սկսեց հասնել 60-ականների երկրորդ արդեն Քոչինյանի ժամանակ, բայց լույսը սկսեցներ ռադիո հասավ եւ առաջի հեռուստացույցը։ Ճիշտ է 56 թվականին էր մեր հեռուստացույցը բանը ստեղծվել։ Բայց հա, բայց հեռուստացույց այդ քառակուսի արկը դեռ տներ չէր մտել եւ առաջինը 60-ական թվականների սկզբներին մտավ տուն եւ առաջի բանը ֆուտբոլի 64 թվականի առաջնությունը հավաքվում էր մի գյուղերում 2-3 հերոստացիներ ամբողջ գյուղը հավաքվում էր տղամարդիկ 2-3 տեղ դիպտելու այսինքն ժողովրդի կենցաղային կենցաղներ սկսեց փոխվել եւ ամենակարևորը որ թոշակ սկսեցին գյուղացիներին վճարել մի խոսքով ուզում եմ ասել որ ոչ միայն մշակույթի գաղափարախոսության այդ ազգային ջարդուն, այլ տնտեսական կյանքում էլ շատ բան փոխվեց։ Տնտեսական կյանքում կենցաղում սկսեց զգացվել այդ փոփոխությունը,
միշտ ասում ենք խորհրդային իշխանություն փոխվեց, բայց կենցաղում դա չէր զբաղվում։ Նույն գյուղացին մնում էր նույն այդ մի քանի աշխորհի կարոտ եւ ոչ մի բան չէր փոխվում։ Եվ վերջապես ամենակարևորը, որ սկսեցին 65 թվականից սկսեցին նաեւ հայնական մեծ պատերազմի վետերաններին նկատմամբ ուշադրությունը, տեսեք, եւ փաստորեն եւ գյուղատնտեսության մեջ արտոնաբերության մասին չեմ խոսում, որտեղ այդ թվականներին սրընթաց առաջ էր զարգանում Հայաստանում արտոնաբերությունը եւ ամենակարևորը սկսվեց մի կառույցի շինություն, Դարփասեվանի շինությունն է, որի մասին առանձին եթե ուզում եք մի խոսքով դարաշրջանը, եթե նորից կրկնում եմ, այսպես կարելի է նույնիսկ եւ այդպես էլ մենք վարվում ենք, որ փոխվեց դարաշրջանը, որը վերաբերվեց, որը անդրադարձավ եւ կենցաղի, եւ մարդկանց ապրելակերպի, եւ մշակույթի գիտության բնագավառում, գրականության բնագավառում եւ փոխվեց եւ սկսեց մարդիկ սկսեցին նաեւ իրենց անցյալի տեղեկանալ, որը միջև այդ փակ էր։ Եվ այդ ամենը, պարոն Յուրաբյան, ձեր թվարկած եւ կարելի է թվարկումների շարունակել ընդամենը 5 տարվա խնդրեմ 5 տարվա մեջ տեղի ունեցավ։ Ուղղակի էլի հիմա դրանք այդ թվերը միգուցե դաժե կասկածանքի միգուցե 60-ական թվականներին մեր բնական աճը ժողովրդի 2.7% էր տարեկան աճը։ Իսկ արդյունաբերությունը 11-12% էր աճում։ Դա էր հիմքը այդ Նաև պետք է մենք հաշվի առնենք, որ պատերազմի գործոնը սկսեց վերարտադրվել այն սերունդը, որը ծնվել էր պատերազմից հետո։ Սա եւս իր դերը կատարում է իհարկե 60-ական թվականին։ Պատերազմից հետո ծնվող սերունդը, որը բնականաբար ավելի շատ էր, քան պատերազմից հետո, սկսեց բնակչության վերարտադրությանը մասնակցել։ Սա եւս իր դերը կատարել եւ բնական աճը 1.3 միլիոն դա պատերազմի նախորյակին էր 300,000 մարդ զոհվեց տղամարդկանց։ Տղամարդկանց ոչ թե թոշակառուներ կամ երեխեք, տղամարդիկ իսկական։ Զարոբյանի գործունեության մասին խոսելից մի քանի մնայուն եւ հիմնարար հետքեր կան, որոնք անպայման պետք է մեր ժողովուրդը, մեր հանրությունը տեղյակ լինի։ Եվ մեր բնակիչների մեծ մասին Զարոբյան անունը գուցե եւ առանձնակի ոչինչ չասի, բայց չկա մի հայ, որ Սևանի խնդրով, Սևանի ցավով չտարապի, Սևանի մասին չանհանգստանա։ Հենց այդ առումով կխնդրեի ներկայացնեիք Սևանի խնդրի լուծման ուղղությամբ Զարոբյանի ջանքերը եւ իհարկե Արփա-Սևան թունելի շինարարության դրա կայացման դժվարությունների հետ կապված խնդիրները։ Դե հասկանալի է Սևանի դերը մեր հանրապետության բարձր շատ մեծ նշանակություն լինել է։ Պաստորեն եւ դա խմելու ջուրը եւ միակ պաստորեն էներգիայի մինչեւ 60 թվական միակ էներգիայի աղբյուր էր եւ պաստորեն զարգացման գյուղատնտեսության այդ մի կողմից ուրեմն արդյունաբերությունը զարգացնելու համար էներգիա էր պետք, դա միակ միջոց էր։ Երկրորդը միաժամանակ եւ ջրելու համար Արարատյան դաշտավայրում այս ռոռոկման համար երկու հարցնել նախագծերը հլակային նույնիսկ 18-20 թվականներին նախագծերը կային, բայց հնարավորություն չկար դա իրականացնել։ Եվ զարգացնելու համար դե շատերը հիմա քննադատում են, փչացնում են Սևանը, բայց ուրիշ ելք չկար։ Ժողովուրդը դրա համար այն 700,000 մարդ որ կար 26 թվականին նույնիսկ։ Այո։ Հա, դրանից նա չէր հասնի 3.5 միլիոն 90 թվականներին, ասենք թե չէր հասնի, եթե էներգիայի բան աղբյուր չէր ելնի եւ արդյունաբերությունը եւ ընդհանրապես եւ գյուղատնտեսությունը չզարգանար։ Բայց հետո որ սկսեց շատ արագ տարեկան 1.5 մետր իջնում էր ջուրը եւ բացասական այդ կողմերը արդեն երևացին։ Արդեն աղետալի վիճակ էր ստեղծվում։ Աղետալի վիճակ կլներ, եթե իրոք այդ նախագիծը հասնեն, ասենքան Մեծ Սևանը
Ցամաքեսնային, նրանք փոքր Սևան։ Մենակ որտեղ փոքրը խորն էր 80 քանի մետր էր, իսկ ընդ 20-30 մետր։ Դե այդ էր միտքը, որ ասենք թե գոլոշացումը որ փոքրանա եւ հələ այն տարածքները ազատվեն, բայց կլիման սկսեց փոխվել, առաջան դաշտավայրում այդ մակարդակը ջրերի իջավ, հնարավորություն չկար։ Այդ ամենը լուծելու համար բոլոր դեպքերում միայն Խորհրդային Հայաստանը իր ներքին ռեսուրսների հաշվին չէր կարող Արփասեվանի նման հսկայական կառույց ստեղծել։ Եվ հարկավոր էր Խորհրդային Միության ընդհանուր աջակցությունը, որ իհարկե բավականին դժվար, գուցե նաև անհնարին բան էր մի շինարարության վրա առելի հսկայական գումար ծախսել, որից օգուտ չկար։ Ասենք այդ դա ֆանտաստիկ։ Բայց ինչպես այդ հենց այդ ֆանտաստիկ ծրագիրը ինչպես իրականություն դարձրեց Զարոբյանը։ Դե ինքը շատ դե առաջինը որ ինքը շատ լավ էր հասկանում։ Դա ինչին է բերելու, ասենք թե 5-10։ Ես ուղղակի միջամտեմ 1958 թվականին, երբ որ կառավարության նախագահի առաջի տեղակալ էր, կարծեմ Հայաստանի ժողովրդական տնտեսություն, թե Լենինյան ուղերձով չեմ հիշում, նա անդրադարձել է մի հոդվածով Սևանի խնդրին եւ առաջ է քաշել այլ գետերի, դա լինի Դեբետ, թե Որոտան, թե մյուս գետերի հոսանքը փոխելու մասին 58 թվականին արդեն առաջ էր քաշում այդ խնդիրը։ 58 թվականին կազմակերպվել Սևանի կոմիտեն, երկրորդ կոմիտեն, նպատակը էր դրված եւ ինքը անդամ էր։ Իսկ հետո 2 տարուց հետո որ նա դարավ ղեկավար դրա։ Սևանի կոմիտեի ղեկավար։ Կոմիտեի, դա, ղեկավար, ու այդ նախագիծը պատրաստել են եւ 61 թվականին մայիսին, որ Խրուշչովը եկել է, արդեն ամբողջությամբ փաստաթղթերը պատրաստ էին, բայց դե բնականաբար, որ դուք շատ ճիշտ նշեցիք, որ ասենք թե ոչ մի բանի, ասենք թե դա հիմիկվա փողով կլինի, ասենք թե մի քանի միլիարդ դոլար, երբ մինչև 10 միլիարդ հիմիկվա փողով դոլար։ Դե բարձր միութենական միջոցներով պետք է արվեր եւ Մոսկվայում հարկավոր էր համոզել։ Դե ինքը առաջի հերթին պետք է մարդը համոզված լինի, որ ուրիշին կարողանա համոզի։ Այդ նույն ձևով նա համոզեց Եղեռնու այդ հարցի հետ կապված։ Եվ բանը կարողացավ դե Խրուշչովը եկավ, իրան ցույց տվեցին լիճը, շատ դուր եկավ, հյուրասիրեցին 2 ժամ նա պատտվեց Միկոյան մի հատ նավ կար, մոտորանավակ կար։ Չէ, մեծ բավականին մեծ ինչ որ չգիտեմ, որ ուրիշ տեղից հին ինչ որ մեծ նավակ էր բավականին։ Սևանի համար մեծ է։ Հատուկ պատրաստել էին։ Ինչը։ Չէ, վաղուց Չէ, կար։ 30-ական թվականներից այդ նավը կար։ Հա, նու ամենամեծ նավակն էր։ Սևանում ուրիշը չկար։ 2 ժամ սենց ինքը բան շատ դուր եկավ, չնայած անպամած էր մի քիչ եղանակը։ Դե հյուրասիրեցին, դե շատ սիրուն է, նույնիսկ անպամած, ես շատ եմ սիրում Սևանը, նույնիսկ այդ ժամանակ շատ սիրուն էր էլի, այդ նա երկարությամբ այն ապը չի երևում, սարերը մի քիչ շատ սիրուն։ Այսինքն այդ հարցի լուծման այդ գործում նաև մեր Սևանի գեղեցկությունը Խրուշչովի վրա ազդեց եւ նշանակություն ունեցավ։ Ես կարծում եմ շատ մեծ եւ դե հայրս կողքից էլ բացատրեց ինչքան մեծ նշանակություն ունի եւ զարգացման համար։ Եվ ինքը հետո ազդեց շատ դրական, որովհետեւ փաստաթղթերը པարզ է, ինքը այնտեղ ոչ մի բան չի ստորագրել, չնայած հարասպերները կան, կամ խմացրել են այդպեսի բան չկար, բայց իր կարծիքը արդեն եւ որ այդ համակարգի մեջ առաջի դեմքի կարծիքը արդեն ենթակաները որ գիտեն, արդեն շատ կարեւոր է։ Ու որ սկսեցին դա ձևակերպել, տարբեր նախարարությունները սկզբից դեմ էին, որովհետեւ ինչ է ստացվում, ոչ կոշիկ ավելանում, այն ժամանակ արդեն դե ոչ գործան է կառուցում, ոչ մի աշխատատեղ, ոչ մի բան։ Ինչ է հայերը ուզում են իրանց լիճը փրկել։ Այդտենց է։ Էկոլոգիայի մասին ժամանակ էլ շատ քիչ է հայտնի։ Չէ, ներողություն, նաև չէ, ներկայացվում է, որ եթե Սևանը հասնի այդ աշճանին, Արարատյան դաշտը անապատ կդառնա։ Անապատ կդառնա, որտեղ ռոռոկվում է Սևանում հիմնականում։ Այո, եւ ռոռոկման միգուցե վերևից ջուրը այդքան չէր պակասի, որտեղ լեջի մակերեսը փոքրանում է վերջին հաշվով ինչքան էլ փոքանար այդ վերջ այդ պաշարանը սպառ չէ մի օր սպառվելու էր դա եւս իր դերը կատարել է որ ռոռոկման խնդիրը առաջ են քաշել որտեղ Արարատյան դաշտը առանց Հրազդանի առանց Սևանի ջրերի ի վիճակի չի այդ գյուղատնտեսությունը այդ Արարատյան դաշտը գոյություն ունենալ սա եւս վճռական դեր կատարեց դա էլ իհարկե եւ ժամանակի հեռավորությունից
Միանշանակ ողջունելի այն փաստը, որ արդեն մեր նորանկախ պետականության պայմաններում Արփազ Սևան թունելը իրավամբ անվանակոչվեց հենց Յակով Զարոբյանի անունով։ Այո, դա։ Հարգելի լուսադիտողներ, կրկին փոքրիկ դադար տանք ծանոթանանք Զարոբյանի մի քանի ասույթների։ Իմ երազանքն էլ դա է, հասնել Սփյուռքի համախմբմանը խորհրդային Հայաստանի շուրջ։ Մեկը մյուսին խիստ անհրաժեշտ են, հատկապես հայապահպանության համար։ Հայրենիքը մեկն է, հայությունն էլ թող լինի մեկ, մի ամուր միասնության մեջ։ 1915 թվականին առաջին համաշխարհային պատերազմում Արևմտյան Հայաստանում, ինչպես նաև Թուրքիայի ուրիշ քաղաքներում եւ վայրերում ապրող 3 միլիոնանոց հայկական բնակչությունը ենթարկվեց զանգվածային կոտորածի, աքսորի եւ բնաջնջման։ Դա սուլթանական Թուրքիայի կառավարող հանցախմբի կողմից խոշոր մասշտաբներով ցեղասպանության մարդատյաց քաղաքականության իրականացում էր։ Պարոն Վիրաբյան, Զարոբյանի որպես պետական ղեկավար հայրենասեր գործչի գործունեության, թե կարելի այդպես ասել, գագաթնակետը հայոց ցեղասպանության 50-րդ տարելիցի պետական մակարդակով ոգեկոչումն էր եւ հայրենիք սփյուռք կապերի ստեղծումը։ Եվ նաև հայրենադարձության վերսկսումը։ Եվ հայրենադարձության վերսկսումը, որտեղ իրոք խորհրդային Հայաստանը զարգանում էր, հարևան երկրները, Պարսկաստանը հատկապես մնում էր եւ մտածում էին, որ հայ բնակչությանը հարկավոր է տեղափոխել եւ հայրենադարձությունը, որը սկսվել էր մեծ հայրենադարձությունը 1946 թվականին 48-ին դադար էր առել, այսինքն ոչ թե դադար էր, կասեցվել էր, 60-ական թվականներին նորից վերսկսվեց։ Ինչ մնում է ցեղասպանությունը, իհարկե Զարոբյանը բնականաբար լինելով Կենտկոմի առաջ քարտուղար, քաջատեղյակ էր, թե Սփյուռքում ինչ խմորումներ են ընթանում եւ տեղյակ էր, որ այնտեղ նախապատրաստվում է ցեղասպանության 50-ամյակը նշելու եւ ահա այդ գաղափարը արդեն 62 թվականին, եթե մենք հատկապես Կարլեն Դալաքյանի հուշերում ենք հանդիպում, նա Անդրանիկ Ծառուկյանին ընդունելու ժամանակ, որ Ծառուկյանը սկսում է խոսել, թե արդյոք նշվելու են, ինչ է լինելու հուշարձան եւ այլ, նա պատասխանել, որ ամեն ինչ էլ կլինի ժամանակի ընթացքում, ամեն ինչ էլ կլինի, այսինքն հուշարձան, միտինգ եւ այլ։ Եվ ահա արդեն 1964 թվականին նա ստեղծեց մի հանձնաժողով, պատմաբաների հանձնաժողով, Ջոն Կիրակոսյանը, Ինջիկյանը, Ծատուրաղայանը, մարտ ամսին, չէ՞, մարտ 64 թվականին, եւ ահա այս հանձնաժողովը երկար ժամանակ աշխատում է եւ անհրաժեշտ տեղեկանք է պատրաստում ցեղասպանության մասին, որը 64 թվականին կրկնում եմ, շատերը կարծում են, որ 65 թվականը այսպես ինքնաբուխ ապրիլի 24-ը չէ, արդեն նախապատրաստական աշխատանքները կային, ուղղակի ժողովուրդը տեղյակ չէր։ Սա բնական էր խորհրդային իշխանության համար, կարելի 60-ական թվականներ թե 70 ժողովուրդը տեղյակ չէր, որ այդպիսի նախապատրաստական աշխատանքներ են իրականացում, որտեղ դրանք գաղտնի են իրականացում։ Եվ ահա հանձնաժողովի եզրակացությունը նոյեմբեր ամսին քննարկում է, դուք հրատարակել եք այդ գիրքը, քննարկվում է այս տեղեկանքը եւ տեղեկանքը որպես որոշում Հայաստանի Կոմկուսի նախագահության որոշում ուղարկվում է Մոսկվա։ Իհարկե Մոսկվան ամսի 13-ին նոյեմբերի պատրաստել են, բայց հələ մի ամիս էլ աշխատել են, ուղարկել են դեկտեմբերի 13-ին արդեն ահագին փոփոխություններ են։ Պետք էր շատ պահանջել քիչ ստանալու համար, սա սովորույթ էր դարձել։ Իհարկե այն ինչ որ նախատեսված էր Մոսկվան ոչ բոլորին է, այսպես ասած, դաբրո, այս բառը մենք օգտագործում ենք թույլատրություն տալիս, Մանավանդ նման, այո, եւ քանի որ կար այդ բանը պահպանողականը, թունդ պահպանողականը, դժվար էր իհարկե այդ պատնեշը հաղթարելը մեծ դժվարության հետ էր կապված։ Եթե մենք խոսեցինք Արփազ Սևանի մասին, դա տնտեսական խնդիր էր վերջին հաշվով, սա քաղաքական մեծ խնդիր էր եւ ամեն անգամ Թուրքիայի հետ քաղաքականությամբ էին կարծես թե մեզ վախեցնում, մերոնք էլ ունեին խաղաթղթեր եւ առաջ էին բերում, որ եթե մենք չնշենք արտասահմանում վերաբերմունքը փոխվի խորհրդային Հայաստանի նկատմամբ, Դաշնակցության կուսակցությունը ամեն ինչ իր ձեռքը կվերցնի եւ այլն։ Այս խաղաքարերը մեզ մոտ էլ կային, ինչպես ասում են, եւ ահա ամենայն դեպս այդ ծրագրից
հիմնականը թույլատրվում է դա հուշարձանի կառուցումներ 1, երկրորդը ապրիլի 24-ին նշել, թեպետ հանդիսավոր բառն է օգտագործում, նշել Երևանում աշխատավորների մասնակցությամբ եւ այլն, բոլոր շրջաններում, քաղաքներում միջոցառումներ անցկացնել, սա կարևոր էր, եւ բնականաբար խորհրդային ավանդույթի համաձայն պետք է միջոցառում լիներ, նույնիսկ համերգ էր նախատեսված ապրիլի 24-ին օպերայի եւ բալետի, որը բնականաբար չեղավ, բայց ժողովուրդը անտեղյակ կարծես թե այսպես նախապատրաստում էր։ Իհարկե նախապատրաստական աշխատանքներ եղել են, բայց ապրիլի 24-ին հողեր այս պաստառներով ժողովուրդը երբ որ հավաքվեց հրապարակում, Արդյունքում Ղարաբաղի եւ Նախիջևանի հարցն էլ չի եղել։ Ապրիլի 24-ին ես ասում եմ, այս խնդիրը չի եղել։ Ղարաբաղի Նախիջևանի խնդիրը հաջորդ տարի արդեն 66 թվականի մարտին, երբ որ արդեն Զարոբյանը քարտուղար չէր, փետրվարին արդեն ազատվել էր, մարտին համագումարի օրին այն 1036-ի ստորագրությամբ Սարյանի առաջի ստորագրողն էլ Սարյանն էր, դա արդեն 66 թվականի մարտին է եղել։ Դեռ ստորագրել են 1036 հոգի, 1096 հոգի։ Այսինքն պարոն կարող ենք ասել, որ 65 թվականին Զարոբյանը նաև հիմք դրեց համազգային զարթոնքի։ Զարոբյանի դերը որպես հանրապետության ղեկավար մեծ է եղել ցեղասպանությունը առաջի անգամ եւ ինչու միայն ցեղասպանություն նշելը լույս տեսան այդտեղին առաջի գրքերը ցեղասպանության մասին առաջի գրքերը Ջոն Կիրակոսյանի, Ծատուր Աղայանի, Արամիս Մկրտիչ Ներսիսյանի մյուսների գրքերը առաջի անգամ երբ որ պատմությունը արդեն խորհրդային Հայաստանում հրատարակվեց պատմություն եւ հատկապես մեծ արձագանք թողեց հատկապես Ջոն Կիրակոսյանի երիտասարդ պատմաբանի 40-ամյա պատմաբանի այդ գրքերը մեծ ազդեցություն թողեցին 60-ական թվականին եւ լայն տարածում ստացան Սփյուռքում նաեւ պատմությունը ինչու՞ չէ նաեւ գրական ստեղծագործությունները այրվող Այգեստաներ Գուրգեն Մահարու մյուսների առաջին փորձեր եղան Անդրանիկի ներկայացնելու դուք չեք պատկերացնում ինչպիսի մեծ դժվարություն, ինչպիսի կամք էր պետք Անդրանիկը, որը 50 տարի համարվում էր որպես, չգիտեմ, այսպես ջարդարար, չգիտեմ ինչ, մեր հարևան հանրապետության կողմից եւ դա հնարավոր եղավ նշել 100-ամյա Եվ այդ ամենում իհարկե Զարոբյանի դերակատարությունը որոշ է եւ կարեւոր։ Դերակատարությունը կարեւոր էր, բայց դե խնդիրն այնպես էր, որ ինչպես գիտենք 64 թվականին հեղաշրջման հետևանքով, որին իմիջիայլոց ակտիվորեն մասնակցել է նաև Զարոբյանը, Բրեժնևը իշխանություն անցնելով այն բոլորին, ովքեր մասնակցել էին, կամաց այսպես ասպարեզից հեռացրեց եւ բնականաբար այն ժամանակ հիմք կար, որովհետեւ Խրուշչովը շատ ինովացիոն տենց ծրագրեր գաղափարներ էր առաջ քաշում, մենակ գաղափարներ, չէ, անընդհատ ապարատը շատ էր դժվարանում աշխատել։ Կուսակցությունը նա բաժանեց երկու մասի գյուղակալ արտոնաբերական մենակ դա չէ այդ սավնարխոզները չէ պաստորեն դա շատ մեծ աշխատանք է այդ համակարգը ասենց շատ կենտրոնացված համակարգ է ու եթե մի բան փոխում ես իսկ դա ասենց շատ մեծ դրա համար դժգոհությունը մեծ է դժգոհությունը մեծ է իհարկե Խրուշչովի հանդեպ ոչ թե հենց այն բոլորս ոչ մեկը չի մոռացել որ նա 60-62 թվականով ծրագիր ընդունեց 61 թվականին 20 տարում կոմունիզմ կառուցել այսինքն մենք պետք է կոմունիզմի դարաշրջանում ապրեինք ամեն ինչ ըստ իրենց կարողության ամեն ինչ ես պահանջի որը իհարկե ֆանտազիա է ինքնաթիռներ, հիշում եմ դասագրքի վրա ինքնաթիռ էր նկարած ավտոմեքենա եւ սուրճ, այսինքն այդ բաները անցել է հարգելի հեռուստադիտողներ, այժմ ծանոթանանք Զարոբյանի մասին որոշ կարծիքների։ Յակով Զարոբյանը կենսուրախ մարդ էր, միջահասակ, կայտառ աչքերով, լայնաճակատ եւ նոսրացող մազերով, շփվող ու խոսքասեր զրուցակից էր, մեծ բառապաշարով, ինչը նրան հնարավորություն էր տալիս արագ եւ առանց դժվարության շփում հաստատել շրջապատի հետ։ Բնավորության եւ աշխատավոճի առավել արտահայտված գծերն էին շփումն աշխատավոր կոլեկտիվների, ժողովրդի հետ, ընդունված որոշումների կամ հանձնարարությունների կատարման վերահսկողությունը, պարտադիր ստուգումը եւ հնարավորության դեպքում կազմակերպությունների, ձեռնարկությունների, զանգվածային լրատվամիջոցների ու աշխատավորների բարձրացրած հարցերի լուծումը։ Այս ամենի ամենօրյա իրականացումը եւ գործունյա աշխատավոճն էին պատճառը, որ Յակով Զարոբյանը մեծ ժողովրդականություն էր վայելում։
Եղիշե Ասցատրյան, խորհրդային ղեկավար գործիչ։ Յակով Նիկիտի Զարոբյանի անունը դեռ երկար կապրի ժողովրդի սրտում։ Ծիծեռնակաբերդի հավերժական կրակը վարվում է նաև Զարոբյանի հիշատակին։ Սիլվա Կապուտիկյան։ Հարգելի հեռուստադիտողներ, ահա այսպիսին էր ժամանակի Խորհրդային Հայաստանի ղեկավար Յակով Զարոբյանը, ով իր հայրենասիրական գործունեության համար անգամ զրկվեց զբաղեցրած ամենաբարձր պաշտոնից, սակայն սերունդների հիշողության մեջ թողեց բարի անուն եւ մնայուն հետք։ Հաջորդ հաղորդմանը կներկայացնենք Խորհրդային Հայաստանի մեկ այլ ժողովրդական ղեկավարի Անտոն Քոչինյանի, առայժմ այսքանը, ճանաչենք հայորդիներին։